Բարև ձեզ, Լիլիթ Վարդիկյան, Հայկական համալսարանի երկրորդ հոսքի շրջանավարտ, նախ շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար, հարցս հետևյալն է, 2018-ի ապրիլի 14-ին արդյոք հնարավոր չէր պետական պաշտպանության ներքո գտնվող շենքը հանրային ռադիո ներխուժելու համար կապիտուլյանտի այդ մասով գործ հարուցել կապիտուլյանտի վրա եւ իր թիմի վրա իհարկե, դրանով գուցե կանխելով այդ շարժման հետագա զարգացումը։ Շնորհակալ եմ։ Նկատի ունեք ռադիոտունը։ Այո, ռադիոյի, հանրային ռադիոյի շենք։ Նախ տարածված կարծիք կա, որ անպատիժ է մնացել ռադիոտունը գրավողները, ժամանակավոր գրավողները, ապա ասեմ, որ քրեական գործ հարուցվել է։ Կարծում եմ, որ դուք նկատի ունեք, ինչու չձերբակալվեց, ապա կալանավորվեց եւ այլն, որովհետև այդ ժամանակահատվածում մենք չէինք գնահատում, որ փողոցում կան այնքան մարդիկ, ովքեր իզորու են իշխանապողություն իրականացնել, որովհետև այդպիսի շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ եթե շատ կոշտ միջոցների է գնում, ապա փողոցում մարդկանց քանակ ավելանում։ Պատմությունը թողենք մի կողմ, բայց մեր սեփական օրինակը։ 16 թվականին հիշում եք, որ Սասնա ծավալ կոչված խմբավորումը գրավեց, չասեմ ավելի կարևոր, բայց շատ կարևոր եւ շատ ավելի մեծ բռնությամբ պետական հաստատություն։ Եվ շատ շատերը խորհուրդ էին տալիս միանգամից մեծ ուժ գործադրել եւ ավարտել այդ պատմությունը։ Իսկ ես էլ ասում էի, բայց դուք ինչպես եք պատկերացնում այդ 30-ից ավելի դիակներից հետո մեր հասարակությունում տիրող իրավիճակը։ Կմարսեինք արդյոք, թե չէինք մարսում։ Ինձ ասում էին, բայց դուք վտանգում եք իրավիճակը, կարող է այսպես զարգանալ, այնպես զարգանալ։ Իսկ ես ասում եմ, ավելի լավ է իրավիճակը վտանգենք, քան մեր երկրի ապագան։ Եվ փառք Աստծո, ինչպես հիշում եք, կամաց այդ ամենը մարվեց։ Որից հետո մեղավորները ստացան իրենց արժանի պատիժը։ Այս էր ամբողջ խնդիրը։ Գիտեք, հետհայաց միշտ էլ կարելի է ասել, եթե այսպես անեիք, ապա ամեն ինչը լավ կլինի։ Ես իմիջիալոց այդ խնդրին շատ մանրամասն անդրադարձել եմ Մհեր Մկրտչյանին տված իմ ծավալուն ասազրույցում։ Ես խնդրում եմ, պարոն Էլբակյան, եթե հնարավոր է, այսպես սեմինարի կարգով, պարբերաբար իմ հարցազրույցները հատված առ հատված որ կարևոր է գտնում, որպեսզի նայեն։ Մենք առանձնապես չենք տարածում այդ հարցազրույցները եւ այլն, բայց կարծում եմ ճիշտ կլինի կանաց սկսենք մենք էլ տարածել այդ ամեն ինչը։